Են մեղվի շորերով աղջկան հիշում եք։ Ողջույն, իմ շատ սիրելի մեղրասեր եւ մեղրակետ հետևորդներ։ Մարիամ անունը։ Այսօր հյուր եմ գնում իրեն։ Բարև ձեզ, հյուր ընդունում եք։ Վերադառնում են դուրսից թեթակ։ Կարում եք։ Հա, ոչինչ։ Դե պասեք միած սիրուն հատվածով կանգնել։ Դաշտից վերադառնում են փեթակ ու տեսնում են, որ երկու հարկանի փեթակից մնացել է մեկ հարկ ամբողջ։ Սեզոնի ընթացքում իրենք արել դրել են, իսկ մենք տարել ենք, որ մեր հաճախորդները վայելեն բնական մեղր։ Ուրեմն ինչպես տեսնում եք, փեթակները երկու հարկից են։ Առաջին հարկը թողում ենք մեղուներին ամբողջությամբ ձմեռվա պաշար, որովհետև բնական մեղր ստանալու համար պետք է նաև մեղուն բնական մեղր ուտի ձմեռվա ամիսների, իսկ երկրորդ հարկը քամում ենք։ Մեղուն, վիսի վերամշակի բերված ծաղկափոշին եւ նեկտարը իրեն պարտադիր ջուր է պետք։ Իսկ այս ջուրը ըմպելի ջուր է, ամեն օր մենք թարմացնում ենք, այսպես կաթիլայինի միջոցով իրենք օգտվում են թարմ ջրից։ Արդեն ահագին ժամանակ շատ բարձր որակի մեղրի փնտրտուքների մեջ էի։ Մարիամի մեղվանոցը իմ համար անակնկալ բացահայտում եղավ եւ վերջապես գտա իմ մեղրը։